Բարև ձեզ, եթերում Մամուլի հաղորդաշարի հերթական թողարկումն է, այն հեռարձակվում է համատեղ խորագրի ներքո եւ քանի որ Հայաստանում նախընտրական քարոզչական շրջանն է, մենք կկենտրոնանանք այն հարցերի ուղղությամբ, որոնք կապված են տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման եւ տարածքային կառավարման հարցերին։ Իմ այսօրվա հյուրերն են Արթուր Խաչատրյան, Հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ, Ստեփան Մարգարյան, Օհանյան Ռաֆի Օսկանյան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, Անահիտ Բախշյան, Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորի թեկնածու եւ Դավիթ Մարգարյան, համայնքների ֆինանսիստների միավորման փորձագետ, եւ ես ուզում եմ հենց Դավիթ Մարգարյանից սկսել մեր այսօրվա զրույցը, քանի որ ձեր կազմակերպությունը զբաղվում է հենց բարեփոխումներով համայնքների ոլորտի, ինչպիսի հարցադրումներ կան, որ դուք կուզենայինք տեսնել կուսակցությունների դաշինքների ծրագրերում եւ մեր գործընկերները կպատասխանեն այդ հարցադրումներին։ 20 շնորհակալություն հայտնել նման հնարավորության ստեղծելու համար եւ երևի վաղն ժամանակ գործնելու զուտ ասեմ ես որպես տեղական ինքնակառավարման համակարգով հետաքրքրվող նրանով որոշակի օրենս զբաղվող մարդ բավականին ինձ համար հետաքրքրություն է ներկայացնում, թե մեր այս նախընտրական գործընթացներում մեր դրան մասնակից կուսակցությունները եւ դաշինքները ինչ մոտեցումներ եւ ինչ ընդհանրապես պատկերացումներ ունեն տվյալ ոլորտի վերաբերյալ եւ երևի թե ամենապաշտոնական փաստաթուղթը, որ ես կփորձեի կարդալ եւ ծանոթանալ այդ հարցերի պատասխանը միգուցե նաեւ ստանալ, դա կուսակցությունների եւ դաշինքների համապատասխան նախընտրական ծրագրերն են։ Այդ առումով ուսումնասիրելով որոշակի հարցեր ու մի քանի դիտարկումներ առաջացան, որ ես ուղղակի կցանկանայի մեր գործընկերներին հաղել, դա առաջինը երևի թե սկսենք Ազատ դեմոկրատներ կուսակցությունից, Տիկին Բախշյանից եւ բավականին հետաքրքիր ուրեմն ձևակերպում տեսա այնտեղ, չնայած ճիշտ է ինքը եզակի բնույթ էր կրում, բայց ամեն դեպքում խոսքը ինքնաբավ բյուջեի մեխանիզմի մասին է։ Նախընտրական ուրեմն ծրագրում իհարկե քիչ ցավալի էր, բայց փաստացի համայնքներին վերաբերող որոշակի այդ դրույթներից, բացի այս ինքնաբավ բյուջեի ներդրման մեխանիզմի վերաբերյալ ուրիշ դրույթ այդպես ասած ես չգտա, բայց ամենայն հավանականությամբ ճիշտ եղան նա եւ նայել եմ հենց Ազատ դեմոկրատներ կայքում դրված նախընտրական այդ ծրագրի տեքստից հենց որտեղ տեղադրած է։ Մյուսը կցանկանայի Օհանյան Ռաֆի եւ Օսկանյան դաշինքի մեր հարգելի գործընկերոջը ուղղել, դա խոսքը բավականին շատ ասենց ընդհանուր ձևակերպման մասին էր, մասնավորապես եզակի կետա, որ էապես մեծացնել տեղական ինքնակառավարման աստիճանը եւ իրականացնել վարչատարածքային նոր բաժանում։ Կխնդրեի զուտ ուղղակի մի քանի մանրամասներ ներկայացնել եւ Եվս երկու կետ նախընտրական ծրագրում մասնավորապես գրված է երիտասարդների համար ակումբների ստեղծում եւ մշակույթի տների լրի վերականգնում, ըստ ամենայնի նաեւ նշված է, որ այդ բոլորը պետք է իրականացվեն համայնքային բյուջեների, համայնքային միջոցների հաշվին։ Կցանկանալ որոշակիորեն պարզաբանում այս հարցերի վերաբերյալ ստանալ եւ մեր հարգելի հույդա գործընկերոջը ներկայացնող կփորձեի հասնել թե ինչ ընդհանրապես ինչպես եք դուք տեսնում այս մեր տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացումը, քանի որ ձեր ծրագրում անկեղծ ասած ամենաաղքատիկը մեր տվյալ ոլորտի վերաբերյալ հենց հույդային էր, իհարկե հաշվի առնելով, չգիտեմ ինչի, նաև այն հանգամանքը, որ պետական լիազոր մարմնի ղեկավարը հենց հանդիսանում է հայ հեղափոխական դաշնակցության անդամ է։ Այս մասով կփորձեի նաև ձեզ մի քանի հարցեր։ Դե սկսենք Տիկին Բախշյանից, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մեր նախընտրական ծրագրին զուգահեռ շրջանառվում է նաև
Հրանտ Բագրատյանի հեղինակած կառավարության գործունեության նախընտրական ծրագիրը, որովհետև պարլամենտ ընտրություններից հետո եթե մեծամասնություն հաջողվի լինել, ապա վարչապետը Հրանտ Բագրատյանն է լինելու եւ Հրանտ Բագրատյանի ծրագրում շատ մանրամասն այդ մասին գրված է։ Հիմա ես Բագրատյանի նման չեմ կարող ներկայացնել, բնական է, բայց երեք մենք Տավուշի մարզում տարբեր գյուղերում եղել ենք ու շատ ուշադիր լսել եմ Բագրատյանին եւ դասս կարծես սովորել եմ, փորձեմ վերարտադրել ինչ է ասում այդ ինքնաբավ ֆինանսավորումը։ Բագրատյանն ասում էր բոլոր գյուղերում որ գյուղը գնացին Կողբ, Աչաջուր, Ոսկեվան, ամեն գյուղի համար կոնկրետ ասում էր այ ձեր գյուղում որովհետև կա այսինչ գյուղատնտեսական արտադրության համար լավ պայմաններ, ձեզ պետությունը պետք է տա վարկ եւ դուք միայն վարկ չէ, դուք պիտի դառնաք բաց բաժնետիրական կոոպերատիվներ, ներողություն, սխալացի, կոոպերատիվներ, դուք պետությունը տալիս է ասեցի ընդհանրենք 1000 դրամ, դուք պիտի 100-ն էլ դնեք ու դառնաք կոոպերատիվներ, ինքներդ ստեղծել արտադրություն, այդ արտադրության համար նպաստավոր պայմանները պիտի ստեղծվի պետության կողմից, փոքր գործարան, բանի մրգի վերամշակման, բանջարեղենի եւ այլն, եւ դուք պիտի դառնաք ձեր ինքներդ պիտի ձեզ աշխատանքով ապահովեք։ Կներեք, դա այդպիսի սկզբունքային մոտեցում է պարոն Բագրատյանի ծրագրում, թե ամեն համայնքի համար ինքը ունի շատ կոնկրետ ուղղվածություն զարգացման։ Ամեն համայնքի համար ունի շատ կոնկրետ, որտեղ միտեղ գնացինք ասեց դուք այստեղ խաղող եք անելու, այնտեղ գնացինք դեղցը ասեց, այնտեղ գնացինք, չգիտեմ, ամեն գյուղի համար շատ կոնկրետ ասում էր ու իր փորձից էլ էր հիշում։ Եվ համաձայն էին այդ համայնքի ներկայացուցիչների։ Ճիշտ ասած, այս քարոզարշավի ժամանակ մենք միայն խոսում ենք, մենք չենք լսում, ցավոք։ Չենք լսում, որովհետև դուք չեք լսում, թե ցանկացողներ չկան արտահայտել։ Եթե ցանկացող լիներ, անպայման կլսեինք, խոսող լիներ, որտեվ նույնիսկ հարցեր ուղվում, հարցեր ունեք, մարդիկ ձայն չէին հանում։ Երևի դժվար է այդ մի անգամվա այդպես հուզարատ ելույթից եզրակացություններ անել ու հարցեր առաջանալ, բայց այն որ ինքնաբավ սա էր նշանակում եւ ամենտեղ ասում էր որ դուք չպիտի մուրակ աշխատանք, դուք պիտի ինքներդ ապահովեք ձեզ աշխատանքով, բայց պետությունը պարտավոր է այդ պայմանները ստեղծել, որպեսզի դուք ձեզ համար աշխատանք փոքր բիզնես, միջին բիզնես, ինքներդ ձեր զբաղվածության մասին հոգաք։ Այսինքն իրապես մարդը երբ ինքը կարողանում է այդ զբաղվածությունը հոգալ եւ շատ հետաքրքիր է դուք քանի որ որպես կին հաստատ ընկալում եք տրամադրությունները, հոգեբանական իրավիճակը, հա, դուք զգում եք, որ մարդիկ պատրաստ են նախաձեռնողականություն հանդես բերել, թե սպասում են, որ հերթական անգամ կառավարությունը կհոգա իրանց բոլոր խնդիրները։ Ամենտեղ չէ որ զգացի եւ բոլորի մոտ չէ որ զգացի, բայց դեմքերին որ նայում եմ դիմացներ տեղեր էի տեսնում որ մարդու աչքում սենց լույս էր վառվում էլի, այն ինչ որ ասում էր այնտեղ կարճ միացում էր տվել հաստատ եւ զգացում էր որ մարդկանց մեջ այդ գաղափարը ըմբռնելի է, հասկանալի է եւ ոգեվորվեն։ Բա մարդիկ այգի ունեն, հող ունեն, ասում են դուք օրինակ որ գյուղում էր, ասեցին մեր հողեր շատ ունենք, բայց թշնամու բանի տակ է, գրակահերթի տակ է։ Դուք պաշտպանեք մեր այդ անվտանգությունը, մենք գնանք, մենք մեր հողերը մշակենք, այո, ստեղծենք այդ փոքր տնտեսությունները։ Հասկանալի է։ Պարոն Մարգարյան, հիշում եք հարցերը, խնդրեմ։ Նախ անշուշտ ակումբ կառուցելը գյուղում դա տխուր կլներ, եթե մենք գրեինք, որ դա հենց գյուղը ինքը պետք է անի, համայնքը ինքը պետք է անի։
հատկապես հաշվի առնելով այսօրվա իրավիճակը։ Իսկ կարևորում եք այդ հարցը ուղղակի երիտասարդներին պահելու առումով։ Որտեղ գիտեք, ես նաև աշխատանքի բերումով շատ եմ լինում մարզերում եւ գյուղեր եմ մտնում։ Եվ ամեն անգամ այդ հարցը առաջ է գալիս։ Այս գյուղի, այս համայնքի երիտասարդը ինչով է զբաղվելու իր ազատ ժամանակ։ Երիտասարդը պետք է ունենա իրար հետ շփվելու տեղ, ինքը հեռուստացույցով գուցե տեսնում է, որ կա երիտասարդական կյանք, բայց իր համայնքում չկա։ Հետևաբար մշակույթի տուն, ակումբ դա մոտավորապես նույն ֆունկցիան պետք է կատարի։ Գյուղեր ունենք մենք բազմաթիվ, որտեղ ես առիթ ունեցել եմ նույնիսկ այստեղ ասելու, երբ որ ինքը հավաքում է ընդամենը մի քանի 100,000 դրամ ամբողջ բյուջեն իր եւ ստանում է 3.5 միլիոն էլ ստանում է համահարթեցման դոտացիայով, դա նու եթե ասեմ հազիվ է հերիքում կամ չի հերիքում գյուղապետի եւ ասենք եթե փոքրիկ աշխատակազմի նրանց աշխատավարձերը։ Այս գյուղից պահանջել, որ ենթադրենք ինչ որ ծրագիր, ծառայություն մատուցի, ինչի համար ինքը կոչված է, որտեղ ինքը տարրական ծառայություն չի կարողանում մատուցի ազգաբնակչությանը, ելուր մնաց թե ասենք շենքեր վերանորոգի կամ կառուցի անգամ։ Սա իհարկե այդ անհավատալի ժանրից է։ Խոսքը վերաբերում է պետական ծրագրի մասին այս ուղղությամբ։ Պետական ծրագիր օժանդակել, որպեսզի ամեն մի համայնքի բնակիչ իմանա, երբ է ինքը ունենալու որևէ բան։ Խոսքը միայն ակումբի մասին չի, բազմաթիվ բաներ կան։ Ինչ է սպասում իրեն, առաջիկա կյանքը ինչպիսին է։ Մենք չունենք այդ ծրագրերը, մեր պետությունը չունի այդ ծրագրերը։ Տարածաշրջանային ծրագրերը մենք չունենք հայտարարած, որ այսինչ տարածաշրջանի համար գերակա ուղղություն հայտարարվում է սա։ Բացի տարածաշրջանային ծրագրից, ես շատ եմ այս մասին խոսել, ծրագիր ունենալուց հետո պետք է իշխանությունը օգտագործի որոշակի գործիքներ, ակնհայտ ամենաառաջին ակնհայտը դա հարկային քաղաքականությունն է, որ եթե գյուղատնտեսություն եք ասում, գյուղատնտեսության ուղղությամբ ենթադրենք որևէ մեկը եթե ներդրում կատարի եւ վերամշակման ինչ որ բան կառուցի այստեղ, ինքը որոշակի արտոնություն կունենա հարկային։ Այսինքն արտոնությունները, որ մեր պետությունը տալիս է, իշխանությունը տալիս է, երբեմն լսում ենք, չէ, այսինչ ֆիրմային, այսինչ ձեռնարկությանը։ Հեչ պարզ չի թե ինչու։ Ինչու է տալիս այդ ինչ ֆիրմային։ Անձնական է դրա համար, անձին է լավություն անում։ Այդ արտոնությունները պետք է լինեն տարածաշրջանային եւ ճյուղային։ Չգիտեմ, գյուղատնտեսական վայրում վերամշակման այսպիսի ինչ որ արտադրամաս կառուցել, որտեղ որոշակի թվով մարդիկ աշխատեն։ Ինքը ավտոմատ պետք է օգտվի արդեն այդ արտոնությունից։ Որևէ տեղ չգիտեմ, որևէ արտոնություն, որևէ ընկերության արգելում է։ Ես կարծում եմ, որ այլ ձև, այլ տարբերակ, որպեսզի որևէ մեկը Տավուշի մարզում լինի, Շիրակի մարզի լեռնային շրջանում լինի, ինչ որ բան կառուցել, հսկայական գյուղատնտեսական շրջանի Ամասյան, Ղուկասյանը, մի երկու պանրագործարան կան, փոքրիկ արտադրամասեր են եւ ուրիշ բան չկա։ Այնտեղ լուրջ վերամշակման գործարաններ չդնելը դա միայն նրա համար է, որ մարդուն չի շահագրգռում։ Արտահանման վրա առանձնապես որևէ մեկը չի աշխատում, որտեղ այդ թափը չունեն ոչ մեկը, չի զարգանում դա։ Պետության դերը այդ տարածաշրջաններում ծրագրեր հայտարարել եւ այդ ծրագրերի ուղղությամբ շահագրգռելն է բիզնեսին, կապիտալին, որպեսզի գնան այնտեղ։ Իսկ ինչ վերաբերում է վարչատարածքային բաժանման մասին, հետեւյալն է։ Հիմա դե գնում է ռեֆորմ, բոլորդ գիտեք, ասենք խոշորացվում են համայնքները։ Ես ասեմ այն մոդելը ինչով որ գնում են, ես դա իմ երազանքը չի եղել, ասենք այդ բնագավառով որպես շատ հետաքրքրված։ Ինքը կարող եմ ես ասել, որ այսօր հնարավորունից, այսինքն այս փոքրիկ գյուղերից, որոնք բյուջետ չունեն, չեն կարողանում, մի քիչ խոշորացնելով, որոշակի ինչ որ հնարավորություն են ստեղծում, սա մեկ, եւ երկրորդը ոչ թե ամեն գյուղի համար առանձին ծրագիր անելն է, այլ տրամաբանորեն որոշակի միավոր սարքելը, այդտեղ արդեն ծրագիր անելը շատ ավելի հեշտ է, որտեղ ինքը դառնում է շատ ավելի լավ։ Դա էապես տարբերվում այդ կառավարման համակարգը, ենթադրենք մի գյուղի ղեկավարելուց, այս սրա ղեկավարը նոր խոշորացված համայնքի բոլորովին այլ հատկանիշներ է պահանջվում նրանից, որպեսզի ինքը ունենա։ Իմ տարբերակը, որ ես պատկերացնում եմ, այնուամենայնիվ այս խոշորացումը ենթադրենք միջանկյալ բան եմ համարում։ Մենք առնվազն պետք է ասնենք շրջանային ավելի խոշորացման տարբերակի, շրջանային կառավարման համակարգի եւ բնականաբար աստիճանաբար երկմակարդակ տեղական ինքնակառավարման, որտեղ շրջանային շրջանը խոշորացված համայնքը, հա, չէ, խոշորացված, տեսեք, շրջանը խորհրդային տարիներին մենք ունենք 37 շրջան։
Իմ պատկերացմամբ Հայաստանում շատ ճիշտ կաշխատի 60-ից 70 այդպիսի շրջան կոչվածը, հիմա այնտեղ փունջ են ասում, շրջան ենք ասում, այդ տարբեր պայմանական բաներ կա, անուններ են տրված, բայց դա այնուամենայնիվ շրջան է։ Ես պատկերացնում եմ, որ այնուամենայնիվ 60-ից 70 շրջանը շատ տրամաբանական կլինի, որպեսզի ամեն մեկը ունենա ինչ որ մի լոկոմոտիվ, ավելի խոշոր բնակավայր եւ իր շուրջը ձևավորվի այդ համայնքները։ Սկզբնական этаպում բնականաբար դա պետք է լինի կառավարման համակարգը դրա ինքնակառավարումը, ինչ որ այսօր խոշորացվածներին ենք մենք առաջարկում, որտեվ հետագայում երկմակարդակ եւ գյուղերում լինեն, ասենք ինքնակառավարման մարմին եւ շրջանային մակարդակով, որտեվ ինքնակառավարման մարմինը դա ինքը ֆինանսավորում է պահանջում, այսօրվա մեր համայնքները բնականաբար շատ հեռու են, նույնիսկ իրենց գյուղում չեն կարողանում ենթադրենք ինքնուրույն պահել ղեկավար մարմինը, ելուր մնաց թե ասենք մի մակարդակ էլ երկրորդ մակարդակում շրջանային մակարդակում պահեն։ Իմ տարբերակը որպեսզի կարելի ասել, այդ շրջանային մոդելն է, հետագայում աստիճանաբար նաեւ խոշոր գյուղերից սկսելով մինչեւ հասնել մոդելի, որ այնտեղ եւս լինի ինքնակառավարումը։ Այս սրա մասին է խոսքը այդտեղ գրված։ Պարոն Խաչատրյան, ձեր շնորհակալություն ձեր հարցերի համար։ Ես փորձեմ ձեր հարցին հնարավորինս մանրամասն եւ համապարփակ պատասխան տալ։ Նկատի ունենալով, որ հաղորդման եթերաժամանակը սահմանափակ է։ Շատ լավ, ես կփորձեմ որոշակի ժամանակում տեղավորեմ այդ ամեն ինչ, բայց մի ժամանակ ամեն ինչ ասեմ։ Տեսեք, մեր նախընտրական պլատֆորմա կամ մանիֆեստ ինքը շատ մանրամասն չի, մենք իհարկե 11 էջերով չենք գրել, չենք փորձել նախընտրական քաղաքական փաստաթուղթը վերածենք ինչ որ տնտեսագիտական ուսումնասիրության կամ մատենախոսության ինչ որ մի տարբերակի փոխանա, լինելով պատմություն եւ գաղափարախոսություն ունեցող կուսակցություն, մենք մեր պլատֆորմը կառուցել ենք 4 սյուների վրա, առաջինը դա մարդ եւ պետություն, այսինքն պետությունը ինչ պետք է անի մարդու համար, մեր համար միշտ մարդն է ափի մեջ, կարևորը մարդն է, եւ հստակ նշել ենք, որ այսօր խնդիր ունենք, որ մարդ եւ պետություն իրարից օտարվել են, մարդը չի զգում, քաղաքացին չի զգում պատասխանատվություն պետության նկատմամբ, քանի որ պետությունը չի զգացել պատասխանատվություն մարդու նկատմամբ, եւ դրա չարիքի արմատներից մեկը նաեւ այն է եղել, որ երբ մեր մոտ Հայաստանը վերանկախացավ, որպես տնտեսական զարգացման դուկտին ընտրվեց այդ ազատ շուկայական տնտեսությունը, շոկային թերապիան, միգուցե հիշեք, լավ անտեսանելի ձեռքի տեսությունը, որ այս շուկան կգա, ամեն ինչ կկառավարի, բոլորը լավ կլինեն եւ այսօր եկուս կդառնանք, եթե ոչ Ֆրանսիա, գոնե Բելգիա հաստատ։ Մյուս խնդիրը մենք ունենք դա մարդ եւ պետություն եւ բիզնես, մենք ընդունում ենք, որ չի կարելի, որ պետությունը չպետք է ձեռքերի լվանա, մենակ ասի, ես պետք է պայմաններ ստեղծեմ, դու գնա բիզնես քո գլխի ճարատես, մենք ասում ենք, որ չէ, մենք դժվար վիճակում, դժվար պայմաններում ապրող պետություն ենք եւ պետությունը պարտավոր է օգնի բիզնեսին, դա, որովհետեւ մեր համար անընդունելի է, որ գյուղացին թուրքի գնդակի տակ օրվա քրտինքով պամիդոր է աճացնում եւ այդ պամիդորը չի կարողանում վաճառել, որովհետեւ թուրքական լոլիկը հողեղել է հայկական շուկաները։ Եվ դա ասում ենք, դե գիտեք ինչ կա ազատ առևտուր, ազատ տնտեսական հարաբերություններ, ազատություն, առևտրի համաշխարհային կազմակերպություն։ Արտացոլվում։ Այո, եւ մյուսը դա ուրեմն պետական կառավարումն է եւ Արցախի արծեբնականաբար ինչ որ անելու եք այդ ասում։ Ուրեմն ինչ որ անելու ենք եւ ինչ որ անում ենք, ելնելով նրանից, որ մեր կուսակցությունը նաեւ պատասխանատու է տեղական տարածքային կառավարման եւ տարածքային զարգացման համար, ես արդեն ոչ միայն խոսքեր կասեմ, այլ կասեմ այն գործերը, որը մենք անում ենք։ Եվ այս գործերը բխում են նրանից, որ ոչ թե որ մենք գնում ենք մարզեր եւ գյուղեր, մենք նաեւ շատ ու շատի լսում ենք, մենակ չենք խոսում եւ մարդիկ այդ առիթը բաց չեն թողնում եւ միշտ խոսում են եւ իրենց ասածը, այս սրտին կուտակվածը միշտ ասում են։ Դա համար մեր քաղաքականությունը, մեր մոտեցումները նաև մեր լսածի հիման վրա։ Այո, ձեզ չմոռանաք հիշեցնել, թե ձեր նախարարն քանիերորդ անգամ է գալիս տարածքային կառավարման, ու այն բոլոր խնդիրները, որ դուք բարձրաձայնում եք, մի հատ կապեք էլի։ Այո, ես հիմա փորձեմ կապել։ Տեսեք, մենք ուրեմն որ ինձ օգնում եք։ Ուրեմն առաջինը հետեւյալն է, վերցնենք տարածքային ինքնակառավարում, ճավլի լայն ենք դիտում, ասկան տարածքային կառավարում եւ տեղական ինքնակառավարում։ Սրբան Մարկարյանը ասաց, որ գերակա ուղղություններ, մարզերի եւ ամեն ինչի նշանակություն չի դարձնում, ես ասեմ, որ այս տարի, անցյալ տարին 2016 թվականին ընդունվեց Հայաստանի տարածքային կառավարման ռազմավարությունը, որտեղ նշվեցին հիմնական ուղղությունները, որով մենք պետք է գնանք, որտեղ տարածքները զարգանան եւ այդ մեծ ռազմավարության ուրեմն կտուրի տակ այսօր մենք մշակում ենք, այ հենց այս բանի, որ մենք ստեղ խոսում ենք, մշակում են բոլոր 10 մարզերի ռազմավարությունները 17-ից 25 թվականների համար։ Եվ այստեղ հիմնական մեխը դա յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունն է։ Փորձում ենք հասկանանք որն է յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունը։ Դա կարող է լինի գյուղատնտեսությունը, դա կարող է լինի туриզմը, դա կարող է լինի լեռնահանքային արդյունաբերությունը, լավ։
Ելնելով դրանից արդեն պետք է մշակվեն գործառնական ծրագրեր, որոնք արդեն մի մասը մշակված են, որոնք հնարավորություն կտան օգտագործել յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունը, որպեսզի կարողանանք բարձրացնել տվյալ մարզի բնակիչների կենսամակարդակը։ Եվ շատ կարևոր բան ասեմ, եթե մենք խոսում ենք, ճիշտ է, մեր մարզը հիմնականում գյուղատնտեսական են, բայց եթե մենք մարզի զարգացումը կապենք միայն գյուղատնտեսության հետ, մենք այդ մարդկանց դատապարտում ենք, որ մարդիկ ապրեն անհամաչափ պայմաններում, որովհետև ուզենք դա չուզենք, բայց Աստծո կամքով Արարատյան դաշտում հողը շատ ավելի բերի է, քան թե ինչպես պարոն Մարգարյանը նշեց, Շիրակի լեռնային մասում, լավ, որովհետև Ամասիայում գիտեք, լավ չի վիճակը, հողը լավը չի։ Դա համար մենք ասում ենք, որ շեշտը պետք է դրվի ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի վրա, լավ, բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի վրա, միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերի վրա, որ մարդը չգա Երևանում սովորի եւ Երևանում ինքը ուսումը չդիտի որպես գյուղից փախնելու փրկողակ։ Լավ, տեղական ինքնակառավարումը։ Տեղական ինքնակառավարում ինչ ենք մենք արել։ Նու բնականաբար մենք շարունակում ենք խոշորացման գործընթացը, գտնում ենք, որ համայնքները խոշորացնելով նրանք դառնում են ավելի կենսունակ եւ ավելի իզորու են որոշակի խնդիրներ լուծելու, հոգալու համայնքների կարիքները։ Մեր փորձագետը նաև կփաստի, որ տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքով էապես ավելացել են համայնքների լիազորությունները, էապես ավելի ուրեմն ընդլայնվել եւ հստակեցվել են համայնքների կողմից լուծելիք պարտադիր խնդիրները։ Լավ, եւ մեր նախարարությունը օրինակ մշակել է հնգամյա մեթոդական ուղեցույցերը, որտեղ հստակ ասում ենք համայնքներ, դուք պետք է փորձեք ինքներդ բացահայտեք, որոնք են ձեր մրցակցային առավելությունները, կոնկրետ քայլեր, կոնկրետ ծրագրեր մշակեք, թե ինչ պետք է արվի, որպեսզի համայնքում կյանքը ավելի բարելավվի, լավ։ Եթե մենք ասում ենք համայնքի պարտադիր խնդիրն է նպաստել ձեր ներեցությանը, ասել բոլորն է կարող են, ասելու համար շատ բան պարտադիր չի, կարող երկու հատ գիրք կարդալ եւ ասել, բայց կոնկրետ ինչ ես անելու, որն է քո նպատակը, ինչ արդյունք ես ակնկալում եւ արդյունքը պետք է անի հստակ չափելի, լավ, 5 տարի հետո ես ունենալու եմ այսքան նոր աշխատատեղեր, այսքան լրացուցիչ արդյունք է ստեղծվելու։ Նմանապես մենք նաև մշակել ենք նաև որոշակի ծառայությունների պատվիրակման մոդելները, որ պարտադիր չի, որ համայնքային կազմակերպություններ ստեղծեն, որոնք, չգիտեմ, քաղաքի կանաչապատումով կամ գյուղի գերեզմանների կառավարումով հենց իրանք զբաղվեն, հնարավոր է դա օրինակ մասնավոր հատվածի ընկերությունների հետ համաձայնագիր կնքել, պետություն համայնք մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ներգրավելով նաև մասնավոր կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները եւ դրանք ուղղելով համայնքի խնդիրները լուծելուն։ Տարածքային ներդրումների մասին ես շատ էլի արագ ասեմ, ես հասկանում եմ, որ ժամանակի խնդիր ունենք։ Բայց դուք ներողություն, պարոն Հավասարյան, չեմ կարող չասել, դուք նախարարության գործունեություն եք ներկայացնում, թե ձեր կուսակցությունը։ Գիտեք, նախարարությունն իրականացնում է կուսակցության մոտեցումները։ Հա, դե ավելի լավ, ուրեմն հիշենք, կոալիցիոն կուսակցություն։ Այո, կոալիցիոն կուսակցություն եւ մենք նախարարությունը փաստացի իրականացնում է իր քաղաքականությունը։ Այո, լավ, հասկացա։ Տարածքային ներդրումների հետ կապված, տեսեք, երևի անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մենք սկսեցինք թիրախային ուսումնասիրությունը եւ թիրախային օժանդակությունը մարզային ձեռնարկություններից, այսինքն Տավուշի մասներ խոսում կոթի կողմից սկսած մինչեւ ներքև դե մինչեւ ագարակ, լավ։ Հանդիպում ենք տեղական գործարանների հետ, փորձում ենք հասկանանք մարդիկ ինչի կարիք ունեն։ Եվ սեղ եթե մենք ասենք միայն պետքա պայմաններ ստեղծվեն, երևույթն եմ խնդրում, մեզ այդ մարդիկ չեն հասկանա։ Մարդը կոնկրետ ասում է Տիկին Բախշյան, ես ունեմ 50 այծ, լավ, ինձ պետքա 10 միլիոն դրամ, որպեսզի մի հատ գոմ սարքեմ, որ եւս 100 այծ կարողանամ պահեմ։ Բանկը ինձ վարկ չի տալիս, որովհետեւ այդ 10 միլիոն վարկի համար ինքը Երևանում անշարժ գույք է գրավ ընդունում։ Բա հիմա ինչ եք անելու։ Մենք ինչ անում ենք եւ արել ենք եւ անում ենք, այսինքն մենք փորձում ենք այս բոլոր ծրագրերը հավաքել, տարբեր նախարարություններով քննարկել եւ նույնիսկ միջև վարչապետի մակարդակ քննարկում ենք, փորձում ենք հասկանանք։ Բայց ինչ եք նոր անում, այն Գերջան։ Ինչ եք նոր անում այդ։ Որովհետեւ մենք այդ նախարարության պատասխանատվությունը ստանձնել ենք անցյալ տարի այս օրերից, ընթացքում սկսել ենք անում ենք, եթե մենք կարողանանք 91 թվականին, եթե մենք իշխանություն ենք, 91-ից կսկսենք։ Հիմա այդ ծրագրերը, որոնք նախապատրաստվել են, դուք ակնկալում եք, որ շարունակելի։ Այո, մենք ակնկալում ենք։ Այդ առումով երաշխիք կա, որ դա այդպես է լինելու, եթե Դաշնակցությունը
չպահպանի իր պատասխանատվությունը այդ ուղղությամբ։ Եթե Դաշնակցությունը չպահպանի իր պատասխանատվությունը այդ ուղղության վրա, բնականաբար որևէ երաշխիք չկա, որովհետև բացարձակապես ոչ մեկը մեր 5-ից այստեղ չի կարող ասի, թե ապրիլի 3-ի առավոտյան Հայաստանում ինչ քաղաքական իրավիճակ Բայց նաև հեղինակային իրավունքի վրա չեք պնդում, պատրաստ եք հանձնել այդ ռազմավարությունը։ Իհարկե մեր համար այստեղ կարևոր չի, թե դա մենք ենք անում, մեր համար կարևոր է, որ այդ գործը արվի։ Նամանավանդ որ վարչապետի հանձնարարականներն եք կատարում։ Այո, բայց մենք կառավարության անդամ ենք եւ դա անում ենք եւ վարչապետի հանձնարարականը ձևավորում են նաև Հարգելի հյուրեր, մենք ունենք բավականին քիչ ժամանակ եւ ես ինչ կխնդրեի, փաստորեն արդեն հնչեցին 3 պատկերացումներ, հիմնական ուղղություններ, ես կխնդրեի հիմա ամեն մեկը մյուսների առաջարկած գաղափարներին անդրադառնալ եւ շատ կարճ գնահատական տակ եւ քանի որ վերջացրել ենք պարոն Խաչատրյանով, այս շրջանը իրանով սկսենք։ Պարոն Մարգարյանի եւ Տիկին Բարշանի։ Պարոն Մարգարյանի հետ կապված ես նշեցի, որ այդ որ ասում ենք մարզերի գերակայությունների բացահայտումը, գերակայությունների բացահայտումը դա իհարկե այն է, ինչով մենք հիմա զբաղված ենք եւ կարծում եմ, որ ասկուշ թե կարծում եմ ամսի 15-ին նախագիծը կներկայացվի կառավարություն եւ կարող եք տեղեկանալ բոլոր 10 մարզերի մասով։ Այն որ համայնքներում իհարկե կյանքը տխուր է, դրանով միանշանակ համաձայն եմ։ Աշխատատեղեր իհարկե չկան եւ աշխատատեղերից բացի նաեւ մարդկանց ուրեմն կյանքը կառուցելու խնդիր կա, բայց պետք է հասկանանք, որ նաև մենք մեծացնելով համայնքները, ընդարձակելով համայնքները, մեծացնելով նրանց բյուջետային հնարավորությունները, նաև սերմանելով մասնակցային կառավարման սկզբունքը, այստեղ արդեն համայնքը ինքը կարող է որոշի, հավաքվի, մասնակցային որոշում կայացնեն եւ ասեն, որ մենք ուզում ենք այստեղ ուրեմն կառուցել մշակույթի ակումբ։ Տեսեք, տարբերակ ունենք, օրինակ նույն Տավուշի մարզում, որ մարդիկ հավաքվել էին եւ առաջարկել էին ՄԱԿ-ին, որը 45 ցամանամերձ բնակավայրում ծրագրեր իրականացնում, օրինակ վերանորոգել իրենց ակումբը, որ մարդիկ իրոք երեկոյան կարողանան գան, այնտեղ գնացել ենք, տեսել ենք իհարկե ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ միասին, որ ակումբ են բացել, նկարչական խմբակ են բացել եւ այլն։ Ազատ դեմոկրատների հետ կապված ես ասեմ մի քիչ Լիովին համաձայն եմ, այսինքն որ պետք է օգնել, որպեսզի կոոպերացիան զարգանա, որովհետև հողը երբ սեփականաշնորհվեց, իսկ երբ հողը սեփականաշնորհվեց, իհարկե բոլորս հիշում ենք, այդ հողն էս բաժանվեց, որ հողի տարածքները սուբօպտիմալ են։ Եվ ինչն է պատճառը, այսինքն մարդը չի ուզում այդ հողի վրա աշխատի, որովհետև ինքը ինչքան էլ աշխատի, ինչքան էլ ջանք թափի, ստացած արդյունքը մի 100,000, 200,000, 300,000 դրամ է։ Հիմա 300,000 դրամ իհարկե հնչում, բայց այդ 300,000 դրամը որ բաժանենք 365 օրվա վրա, կտեսնենք, որ տակը ոչի բան չկա։ Եվ մենք չենք ասում բռնել էլի սաղին բանանել, կոլեկտիվիզացնել եւ նոր կոլխոզ ուժով քշել ենք եւ մենք իհարկե խրախուսում ենք, չէ, ես չեմ ասում, դուք եք ասում։ Եվ մենք իհարկե խրախուսում ենք, որ այդ կոոպերացիայի մոտեցումը գերիշխի եւ օժանդակություն ինչպես կարողանանք, այսքան մեր ուժերի ներածին չափով փորձում ենք տրամադրել եւ այս ծրագիրը, որը մենք քննարկեցինք, նույն արձանագրությունը, թե Սիմոնայի կարող է բերել ուղղակի ցույց տա, որտեղ գրված է, որ այս մոտեցմանը կոժանդակենք, եթե կոոպերացիայի հարցը լուծի, մասնավորապես խոսքը Շիրակի մարզի հնդկաձավարի արտադրության կոոպերատիվին է վերաբերում։ Բայց մյուս կողմից ես էլի եմ ասում, միայն ասել պայմանների ստեղծում, միայն պայմանների ստեղծումը հավատացեք ինձ բնավ բավարար չի։ Մարդը կոնկրետ ասում է, լավ, ես այս համայնքում ունեմ կաթի վերամշակման արտադրամաս, գազը ինձնից ասնում է 400 մետրի վրա, որպեսզի կարողանամ GRP, այսինքն բարձր կարողանամ ենթական կառուցել եւ գազը բերեմ, ինձ պետքա 7-ից 8 միլիոն դրամ։ Պետություն կոնկրետ ինձ ասա, դու ինչով կարող ես օգնել։ Այսինքն մենք դա ընդունում ենք, որ մենք միայն այսպես ձեռները քաշած ասենք մենք պայմաններ ենք ստեղծում, դա մեր համար բավարար չի։ Կոնկրետ թիրախային օժանդակություն նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններում, գերակա ոլորտներում եւ սոցիալական նշանակություն ունեցող ոլորտներում։ Պարոն Մարգարյան, խնդրեմ։ Գիտեք, մենք մի քիչ ունիկալ պետություն ենք, ունիկալ երկիր ենք։ Մեր մոտ, երբ որ օրինակ գյուղացին բերք շատ է աճեցնում, դառնում է իր համար դժբախտություն, պետության համար հոգս։ Այսպիսին է, հիշեք, խաղողի մթերում, պոմիդորի մթերում, ուրիշ երկրներում, եթե բերքը լավ է, դա այդ
գյուղացու աճեցրածը դառնում է լոկոմոտիվ, որպեսզի հետևից լուրջ վերամշակող արդյունաբերություն զարգանա, կամ հակառակը, երբ որ վերամշակող արդյունաբերությունը լավն է, ինքը լոկոմոտիվ է գյուղատնտեսության զարգացմանը։ Մեր մոտ այս կապը մեկը մյուսին ոչ մեկը կա, ոչ մյուսը կա։ Չենք այդ առումով։ Այդպիսին ենք։ Ես առիթ ունեցել եմ, ասենք, նախարարության ներկայացուցիչ ազգային ժողովում, երբ որ հերթական գյուղատնտեսական վարկն էին ներկայացնում, ես հարց եմ տվել, իսկ եթե հանկարծ սա որ վերցնենք, հանկարծ բերքը լավ աճի, հետո ինչ ենք անելու։ Պրոբլեմ ենք սարքում մեր համար, չէ՞ նորից, որտեղ մենք աճեցրած բերքը չգիտենք ինչ անենք։ Սա արդեն պետության խնդիրն է։ Մեր գյուղերում ես լրիվ համաձայն եմ Տիկին Բախշյանի ասածը, իհարկե ամեն գյուղ իր սպეციფիկան ունի, որտեղ ինչ կարելի աճեցնել, ինչ անել։ Իհարկե դրան պետք է նպաստել։ Մենք այսօր դրան փորձում ենք նպաստել, ընդհանրապես, ասենք, սուբսիդավորելով որոշակի բաներ, ասենք, պարարտանյութ, չգիտեմ, սերմացու բան, ինչը բնականաբար շատ քիչ է, կարող ենք ասել, որ ենթադրենք պետությունը այս պահին չունի այդ։ Նույնիսկ կարող եմ համաձայն չլինելով կարող եմ դա նույնիսկ եւս ասել։ Բայց միևնույն է, ես բազմիցս ասել եմ, չեմ զլանում կրկնել, եթե 100%-ով սուբսիդավորենք սերմացուն, պարարտանյութը, դիզվառելիքը եւ տարիներ լինի կլիմայական տեսակետից բարենպաստ, մեր համայնքների ճնշող մեծամասնությունում այդ հողից ստացված եկամուտը մի ընտանիք չի կերակրում։ Մի ընտանիք դա չի կերակրի ամենալավ պայմաններում, եթե դա անի, իր աճեցնի եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մարդուն եկամուտի աղբյուր է պետք։ Այդ համայնքում ինչու է մարդը ապրելու։ Ինքը այսօր իրեն դժվարությամբ, չգիտեմ, ընտանիքից մի հոգի գնալով արտագնա աշխատանքի եւ այլն սա անում է։ Իմ ասածը, որ ես որ ասում եի ծրագրեր եւ իրեն տալ բիզնեսը աշխատել այնպես անոր գրավիչ դարձնել գնա այնտեղ, մարդը պետք է մի տեղ էլ աշխատի, որ եկամուտ ստանա, նա պետք է փող ստանա։ Դա նշանակում է վերամշակող առաջի հերթին վերամշակողն է, եթե այդպեսին չի, ուրեմն ես չգիտեմ, ինչ որ մեկ ուրիշ կենտրոն, բազմաթիվ դե կարելի ուսումնասիրել եւ անել, դա պետք է այդ ծրագիրը պետք է լինի հայտարարելուց հետո որն է գերակա այս ուղղության համար։ Գիտեք, մեր բնակիչը համայնքների, այլ համայնքների հետեւյալ բան ինքը ոչ թե ընտրել է, որ այդտեղ պետք է ապրի, իրեն դուր է գալիս իր գյուղը, իր համայնքը որ ապրի, այլ ճակատագիր է, այնտեղ է ծնվել եւ փող չունի Երևանում տուն առնելու, առավել եւս գնալու ուրիշ տեղ։ Սա այս շղթան պետք է կտրել։ Մարդը պետք է ապրի գյուղում, որտեղ սիրում է այդ կյանքը։ Փոքր համայնքում, որտեղ իրեն դուր է գալիս։ Շատ շատերը սիրում են ապրել փոքր համայնքում, մեծ քաղաք չեն սիրում, բայց այդ համայնքում ինքը պետք է կարողանա ապրի, ոչ թե մի կերպ գոյատևի։ Հասկանալի է։ Տիկին Բախշյան, դուք էլ գնահատեք ձեր գործընկերների գաղափարները։ Հենց Շիրակի մարզի հետ կապված, որտեղ հողերը լավ չեն եւ դուք ասում եք բարձրագույն կրթությամբ մասնագիտացումների կարիքը կա, ձերքից տակ է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը Հայաստանի։ Շիրակի մարզում ընդհանրապես երեք միջին մասնագիտական Գյումրիում կամ մեկը Արթիկում, այն ձեր նշած տարածաշրջանում ոչ մի հատ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն չկա, ել չեմ ասում բուհի մասին, որտեղ պիտի մասնագիտացում ձեռք բերի այդ քշված շրջանի Գա Երևան, հետո վերադառնա։ Գա Երևան, իսկ Երևան գալու հնարավորություն չկա։ Լավ, ես ուրիշ բան եմ հարցնում։ Այ հիմա մի քիչ դուրս եմ գալիս ես ինձ շփոթեցնող տնտեսական հարցերից, դուք որոշել եք ինձ շփոթեցնել, բայց ես կբերեմ իմ ոլորտ։ Հունիսի 1-ից Հայաստանում միջնակարգ կրթությունը դառնում է պարտադիր։ Այսինքն բոլոր մարզերում, բոլոր համայնքներում, բոլոր շրջաներում մենք պիտի ունենանք միջնակարգ կրթություն ապահովող ուսումնական հաստատություն, ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ եւ այլն։ Ես բերել եմ ինձ այդ ցանկը, այդ ցանկով շատ խոսքով չի ծածկում այս քոլեջների միջին մասնագիտական հաստատությունների ամբողջ Հայաստանը չի ծածկում։ Ինչպես պիտի մեր ընդունած օրենքը իրականացվի մեր երկրում։ Ինչ պիտի անի երիտասարդը, ով հիմնական դպրոցից հետո
Եթե ես լինեի իշխանություն, այո, ես ունենայի պատասխան։ Եթե կարելի է երկու խոսքով։ Որպեսզի ես պատասխանեմ հարցին, ես պիտի գնամ 2007-8 թիվ, երբ մենք հսկայական վարկ ենք վերցրել համաշխարհային բանկից, Եվրամիությունից, հատկապես Եվրամիությունից, որպեսզի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանցը լիներ։ Այդ ցանցը չի եղել։ Ուրեմն Եվ ես, եթե գայի իշխանության, առաջին հերթին պիտի հարցնեի ուր են այդ փողերը։ Ուր է այս ցանցը։ Այս ցուցակը որ տվել են ինձ, այստեղ մեծ մասը տենց իմիտացիա է, սա քոլեջ չի էլի, սարքել են ինչ-որ բան, բայց այն մասնագիտացում։ Ասենք թե առանձնատներ, մեքենաներ, նոր բիզնեսներ, ինչ են անում։ Դա է իրողությունը, ինչ են անում դրա հետ։ Ինչ են անում։ Ճիշտ ասած, ես վախենում եմ կտրուկ բաներ ասելուց, որովհետև բերանից գալիս է շատ կտրուկ բաներ ասել, հիմա չեմ ասի, բայց եթե գամ իշխանության, այն կանեմ։ Հաստատ կանեմ։ Հաստատ կանեմ, այն ժամանակ չեմ ասի, բայց մի կարևոր բանի մասին եմ ուզում ասել։ Մեր տեղական ինքնակառավարման մարմինները նախադպրոցական կրթության վրա ուղղակի ներողություն, բայց ես եմ թքած ունենան, այնքան հեշտությամբ են գյուղապետերը փակում մանկապարտեզները, այնքան հեշտությամբ։ Ատիկին բախշան կասեք վերջի 3 տարում օրինակ որ համանքներում են մանկապարտեզներ Հիմա փակվել որ են դուրս գանք, ես այդ ամբողջ ցանկը բերելու։ Մեկ-մեկ կասեմ։ Դուրս գանք։ Հա, որ դուրս գանք կասեմ։ Որ դուրս գանք խոհակի պետք է հետ գանք որ հերոստատիտողներն են վերջին առիթը չի այս թեմայով խոսելու։ Ձեր նախարարը չգիտեմ երբ վանից է բաները, բայց անցյալ տարի հսկայական աղմուկ է բարձրացել Դեբեդավան, Բագարան, Վազաշեն։ Շատ լավ։ Ցավոք մեր ժամանակը սպառում է եւ ես պետք է գոնե 1 րոպե տրամադրեմ Դավիթ Մարգարյանին, որպեսզի ինքը Խնդրեմ 1 րոպեից ավելի շատ, բայց տեսեք, մենք այս ամբողջ ընթացքում այլ ոլորտներից ավելի շատ խոսեցինք անց տեղական ինքնակառավարումից ու շատ դեպքերում ոչ միայն մեր տաղավարում, այլև բավականին թե այլ ասեմ ինչի է դժվար, որովհետև վերջին ժամանակաշրջանում անընդհատ խոսվում է նրա մասին, որ համայնքները ինչ-որ բիզնես ծրագրեր պետք է իրականացնեն, համայնքները ինչ-որ բիզնես գործունեություն պետք է ծրագրեր իրականացնեն, բայց ոչ մեկը ոնց որ թե չի ասում, բացի իհարկե այդ մասնագիտացված կառույցներից, որ համայնքային իշխանությունները բիզնեսով զբաղվելու համար չեն։ Սա շատ կարևոր է ֆիքսել, որ համայնքային իշխանությունները նրա համար են, որպեսզի իրանց համայնքում մատուցեն հանրային ծառայություններ։ Այդ տվյալ հանրային ծառայությունների ցանկը ոչ միայն օրենքով է, դա այսինքն պահզել է արդեն։ Դա պետք է լինի մաքրությունը, դա պետք է լինի փողոցների բարեկարգումը, լուսավորությունը, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, սոցիալական ծառայությունները։ Եվ երբ որ մենք խոսում ենք պատշաճ տեղական ինքնակառավարման մասին, մենք պետք է խոսենք հենց համայնքային ծառայությունների մասին, որովհետև ըստ էության տեղական ինքնակառավարման սկզբունքն է տեղերում մատուցել հանրային ծառայություններ, մատուցել բնակչության ավելի մոտիկ։ Այո, Եվ եթե մենք փորձում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին մտցնել մի ոլորտ, որը նրանց ի սկզբանե իրանց ստեղծման գաղափարից խորթը, նրանցից պետք չի շատ բան պահանջել եւ նել այն վատ վիճակի մեջ, որ ասեն, հա, դուք գնացեք, որոշեք, թե ձեր համայնքում ինչն է աշխատում։ Իրանց համայնքում մի բան աշխատելու համար պետք է որոշի այն գործարարը, որը կտեսնի այդտեղ բարենպաստ պայման իր բիզնեսը դնելու։ Համայնքը չպետք է գնա ընկնի ֆոնդ հայթայթում, այո, ֆոնդ հայթայթում անի եւ փող ճարել բերել իր համայնքը զարգացնելու համար։ Համայնքային իշխանությունները դրա համար չեն այդ միանշանակ։ Ես շատ ներողություն եմ խնդրում, բայց մեր ժամանակը սպառվել է։ Սա վերջին հաղորդումը չի, նորից կրկնեմ եւ մենք դեռ հնարավորություն կտանք խորանալ այս հարցերի մեջ։ Ես կարծում եմ ամեն դեպքում բավականին հետաքրքիր գաղափարներ հնչեցին այս հաղորդման ընթացքում եւ անկախ նրանից թե ինչպիսի արդյունքներ կարձանագրենք ընտրությունների վերջում, այդ գաղափարները կարող են օգտագործվել ցանկացած հաղթած կուսակցության կամ դաշինքի կողմից եւ դա մեր փոքր նպաստը կլինի այս ամբողջ գործընթացին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։